վաղուց եմ լսել Մաքս Հա Եկար Հայկը Էլլա Հակոբյան, 30 տարեկան, մասնագիտությամբ թարգմանչուհի է, ամուսնացած է։ Մաքս Բանա եղել անտրամադիր ես Հա լավ, նստի հետդ լուրջ խոսալու բանն է Մաքս ինչ ա եղել, ինչ-որ բան ա պատահել Էլա, գիտես, էլա իմ կյանքում Մաքսիմ Գալստյան, 33 տարեկան, Էլլայի ամուսինն է, խոշոր շինարարական ընկերությունում զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը։ Քո կյանքում ուրիշ կին կա Այլա, ես չես ում կեզ սա պատճառեի Դու շատ հրաշալի կին ես, հրաշալի մարդ ես Այնքան հրաշալի եմ, որ ինձ փոխեցիր ուրիշի հետ Խնդրում եմ էլ ինչ ճիշտ հասկացի Ես չգիտեմ ինչպես պատահեց, որ ես սիրահարվեցի Չեմ հասկանում ինչ կատարվեց իմ հետ Գիտես Մաքս, ես կռահում էի որ քո կյանքում ուրիշ կին կա Ես զգում էի, որ դու օրորի ինձնից հեռանում ես, բայց որ մենք կհանգենք այս խոսակցությանը ես չէի սպասում Էլա խնդրում եմ ներիր ինձ Էլա բայց դու չես մտածում, որ այդ ամեն ինչի մեջ դու էլ քո մեղավորությունն ունես Որովհետև քո օրվա ողջ ժամանակը տրամադրում էիր քո աշխատանքին, իսկ ինձ մի փոքր ժամանակ չէիր տրամադրում Հա, ես եմ մեղավոր, չէ Շատ լավ է Դու հիմա նստել ես իմ առաջ, ես ամենը ինձ ասում ես ու դեռ ես եմ մեղավոր Ինչ ես ուզում, որ ես անեմ Ուզում եմ ամուսնալուծենք էլա Լավ Ես խնդիր չեմ ստեղծի, մենք կամուսնալուծվենք Բայց իմացի Մաքս Եթե դու գնաս ես տնից Հետ դարձի ճանապարհ չունես Էլա ներիր ինձ խնդրում եմ Ես ուզում եմ, որ մենք հասուն մարդկանց նման իրար հետ խոսանք ու իրար հասկանանք Մենք հետո կարող ենք նաև ընկերներ մնալ Ծիծաղելի բաներ մի ասա, հա Ինչ ընկերներ մնալ Մենք չենք կարող ընկերներ մնալ եւ գիտես ինչու Որովհետեւ այն մարդիկ ովքեր իրար ցավ են պատճառում իրար հետ լավ ընկերներ չեն մնում Հա բայց էլա Մաքս Գնա, հա Հաշվի, որ դու ես պահից ազատ մարդ ես Գներես ինձ Դու շատ հրաշալի անձնավորություն ես, հրաշալի կին ես Այնքան հրաշալի եմ, որ ինձ ուրիշի հետ փոխեցիր Գներես ինձ Մարիա, Մաքսը գնաց ուրիշ կնոջ մոտ Ես չգիտեմ, ես ինձ հազիվ զսպեցի, որ վեճ չսարքեմ Ես փորձում էի ինձ հպարտ դրսևորել, բայց սիրտս պայթում էր Հպարտ դրսևորելը որն է, Էլա, փոխարենը դու այնպես անեիր, որ ինքը փոխի որոշումը ու քեզ հետ մնա Դու թույլ ես տվել, որ ինքը հեշտ ու հանգիստ հեռանա քեզնից Մարիա, բայց ես ինչ անեի, եթե ինքը ուրիշ կնոջ է սիրում, խնդրեի, որ ինձ հետ մնա Ես ինքնասիրություն ունեմ Ես չգիտեմ ոնց եմ ապրելու առանց Մաքսի Իսկ ով է այդ կինը Չգիտեմ ով է, չգիտեմ, բայց ատում եմ իրան Մար, խնդրում եմ քեզ ինձ մի խորհուրդ տուր, ասա ոնց հետ բերեմ Մաքսին Մտքովս մի բան անցավ, բայց Ինչ
Ասա։ Հիմա չեմ կարող։ Ես մի կես ժամից աշխատանքս կվերջացնեմ, կգամ քեզ մոտ ու մենք կխոսենք, լավ։ Իսկ հիմա փորձի մի փոքր հանգստանալ։ Լավ, կսպասեմ։ Կներեք, Էլան դուք եք։ Ռոբերտ Մարգարյան, 32 տարեկան, ամուսնացած չէ, մշտական աշխատանք չունի։ Հա, ես եմ, դուք Ռոբերտն եք։ Հա, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Մարիան ձեզ մոտավորապես ասել է, չէ՞ ինչու եմ ուզում ձեզ հետ հանդիպել։ Ասել է, բայց կուզեի մի քիչ ավելի մանրամասնիկ, էլի։ Դե դրա համար էլ ես ցանկացա անձամբ հանդիպել ձեզ հետ։ Լավ, ես շատ կարճ կպատմեմ։ Իմ ամուսինը սիրուհի ունի։ Ու սիրուհու պատճառով ուզում է ամուսնալուծվել ինձնից։ Բա հետո։ Հետո այն, որ ուզում եմ իմանալ ով է այդ կինը, գրավեք նրան եւ այնպես անեք, որ այդ կինը ձեզ հետ ամուսնուց դավաճանի։ Դուք գոնե պատկերացնում եք, թե այդ ծառայությունը ինչ կարժենա։ Իսկ դուք չեք ենթադրում, որ ես պատրաստ եմ ցանկացած գումար վճարել, եթե ձեզ նման առաջարկ եմ անում։ Հաստորեն ձեզ հետ կարելի է գործ բռնել։ Լավ, այստեղ իմ ամուսնու նկարն է ու հասցեն, որտեղ ինքը հիմա բնակվում է ու որոշակի գումար։ Եթե ձեզ հավելյալ գումար պետք լինի, զանգեք ինձ։ Անպայման, իսկ ընթացքում կարող եմ, չէ՞ ձեզ զանգել։ Պարտադիր, ցանկացած մանրուք ես պետք է իմանամ։ Լավ, ես հիմա շտապում եմ, մենք կապի մեջ կլինենք, լավ։ Լավ, շատ լավ։ Ցտեսություն։ Տեսություն։